Ինչու։ Երեխան չի կարողանում կվել եւ ինչ անել այս իրավիճակում։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչ սննդակարգի վրա է մեր երեխան գտնվում։ Եթե դա կրծքով կերակրումն է, ապա դա մեկ խոսակցություն է։ Եթե դա արհեստական կերակրումն է, ապա դա այլ խոսակցություն է։ Երբ խոսում ենք կրծքով կերակրման մասին, ապա կրծքով կերակրվող երեխան լիովին իրավունք ունի մինչև 7 օր չկվել։ Սա կլինի բացարձակ նորմայի տարբերակ։ Արհեստական կերակրման դեպքում մենք սովորաբար տալիս ենք 3-ից 4 օր։ Բացի այդ, շատ կարևոր է հասկանալ, որ մոտավորապես 22-ից 24-րդ օրից փոքրիկ նորածինների մոտ սկսվում են շատ հետաքրքիր երևույթներ, ինչպիսիք են նորածնի դիսխեզիան։ Այսինքն, սա այն գործընթացն է, երբ երեխան սկսում է սովորել կվել, ինչը բնույթով ուղեկցվում է նրանով, որ երեխաները սկսում են լարվել, ոտքերը մոտեցնում են իրենց եւ լացում են։ Եվ ըստ էության, ըստ բնության, ինչ են նրանք անում։ Նրանք լացում են, որովայնի խոռոչում օդ են կուտակում, ոտքերը ձգում են դեպի իրենց, ուղիղացնում են ավին եւ փորձում են այդ ամենը դուրս բերել։ Բնականաբար, միշտ չէ, որ դա ստացվում է։ Սա պարզապես մի փուլ է, որը մենք պետք է համբերությամբ անցնենք, եւ մենք որպես ծնողներ կարող ենք ընդամենը 3 բան անել։ Առաջինն է երեխային դնել փորի վրա։ Երկրորդը անել որովայնի մերսում։ Եվ երրորդը օգտագործել բոլորին հայտնի ծիրված եւ հրաշալի բարձրացումները կամ բնական արտաթորումին օգնող դիրքերը։ Ցավոք, նման փուլեր, ինչպիսին է մանկական դիսխեզիան, ձեզ մոտ բավականին շատ են լինելու։ Դրանք կլինեն եւ ատամների դուրս գալը, եւ գիշերանոթին, գաշոկին սովորեցնելը, եւ երեխայի զարգացման տարբեր այլ կարևոր փուլեր։ Ուստի, խնդրում եմ, համբերություն ունեցեք, ձեր երեխայի հետ ամեն ինչ լավ է լինելու։ Հավատացնում եմ ձեզ, աղիքների հետ կապված խնդիրները 100%-ով կանցնեն։